վճարներից էլ հրաժարվեք ընտրությունների նախաշեմին։ Ես դա պարգևավճար չի, դա վարձատրության նոր համակարգ է եւ այդ վարձատրության նոր համակարգը ենթադրում է, որ նաև տնտեսական նոր իրավիճակը ենթադրում է, որ երկրում պետք է կենսամակարդակը բարձրանա, այդ թվում նաև եթե պետական համակարգում աշխատավարձեր ավելանում են, սովորաբար հետևից մասնավոր համակարգն է ավելացնում, որտեղ մասնավոր համակարգն է նույնպես, այսինքն իրանք այս միմյանց հետևում են։ Հիմա օրինակ մասնավոր համակարգում շատ բարձր են աշխատավարձը պետականի համեմատ, կադրերի արտահոսք կա, բնականաբար եթե պետական համակարգում բարձրանա մասնավորը, որպեսզի նորից շարունակի լավ կադրերին տանել, ինքն էլ է իր կողմից բարձրացնելու, այնպես որ ես վարձատրության նոր համակարգը եւ առհասարակ աշխատավարձերի բարձրացումը ինձ համար շատ նորմալ եւ շատ ուրախալի է, որովհետեւ մենք առաջին անգամ օրինակ դեկտեմբեր ամսին միջին աշխատավարձ ունեցանք իհարկե հարկերը մեջը 400,000-ը գերազանցեցինք, բայց իհարկե միջինը ավելի ցածր է տարեկան միջինը եւ դեկտեմբերը մի փոքր դեկտեմբեր պետք է դեկտեմբերի հետ համեմատենք, բայց մենք անընդհատ տեսնում ենք, որ Հայաստանում միջին աշխատավարձը ավելանում է եւ դա նորմալ է եւ դա լավ է, որովհետեւ իրար հետևելով մի կողմից մասնավորն է անընդհատ հատվածը բարձրացնում պետականը հետևից, պետականը կբարձրացնի մասնավորը կբարձրացնի, հնարավորություն եթե լինի շատ լավ կլինի եւ ազագույն աշխատավարձ կարողանանք բարձրացնել, որը բարձր չէ, որ պետությունը օրինակ ազագույն աշխատավարձը բարձրացնի, բոլորի համար է բարձրանում, այդ թվում մասնավոր սեկտորի համար, այնպես որ ես այս ամեն ինչին նայում եմ ոչ թե նախ ընտրական կամ ընտրական տրամաբանությամբ, այլ նայում եմ մեր երկրի տնտեսական զարգացումների համատեքստում։ Պարոն Պապայան, կկիսվեք ձեր փորձով քաղաքացիները իմանան, որտեղից կարող են 520 դրամով 5 լիտր բենզին 1100 դրամով լցնել։ Դա կտրված հատված է եղել։ Ես հենց այդ նույն հարցազրույցում հաջորդ վարքյանին ասում եմ ներողություն 2600 դրամ, այդքանը կտրել եք, տարածել եք կամ տարածում են մյուս հատվածը, հիմա այդպես է ստացվել, ես պրոբլեմ չունեմ։ Ընդ որում այդ հարցազրույցը եղել է ամիսներ առաջ, հիմա գտել են տարածում են, բայց նորից կրկնում եմ, ինչպես է եղել, ասում 1100, հետո ասում այ ներողություն եմ խնդրում 2600, բնականաբար օй ներողություն եմ խնդրում 2600-ը, չէ, կտրում են մեկ անգամ եմ շեշտում, հետո կտրել են, այդ տարածել են, ոչինչ մարդ ենք, այդպես էլ կլինի։ Բայց 430 դրամ չէ հիմա տեղյակ եք որ բարձրացել կան Փաշինյանի սեղանին եւ ձեր ընդդիմախոսները ասում են, որ ըստ սոցհարցումների Փաշինյանը այսպես վերարտադրվելու շանս չունի եւ նույն այս թոշակների խնդիրը, չգիտեմ, տարբեր էլի պոպուլիստական քայլեր կլինեն մինչեւ ընտրությունների եւ նաեւ ընդդիմախոսներն ասում են, որ սա այսպես դուք որևէ քաղաքական ուժի ինչ որ բարեգործություն անելու համար միանգամից մեղադրում եք այսպես նախընտրական ընտրակաշարքի համար, հիմա այս թոշակների բարձրացումը դուք այսպես լուրջ հիմնավորումներ եք բերում, իդեպ նախորդ տարիներին էլ տնտեսության աճ եղել է, բայց կտրուկ աճ թոշակների չի եղել, սա ինչպես կարող եք բացատրել։ Նախորդ տարիներին տնտեսական աճի արդյունքները այլ ուղղություններով են բաշխվել, օրինակ ճանապարհներ են ավելի շատ կառուցվել, դպրոց, կներեք, եթե դպրոց է կառուցվում մի գյուղում, որտեղ դպրոցը կառուցվել էր, ասենք 50, 60, 70 տարի առաջ եւ կիսաքանդ վիճակում էր։ Դա տնտեսական աճ չի, դա մարդու բարեկեցություն չի։ Մի դեպքում տատիկն է ստանում 10,000 դրամ ամսական ավել, այսինքն տարին 120,000 դրամ, կամ տատիկն ու պապիկն իրար հետ 240,000 դրամ, գումարած դե մի հատ էլ դրանից ստանալու են 20% հետ վերադարձ, չէ՞։ Այսինքն շատ ավելի ավել։ Մյուս կողմից, ասենք, օրինակ այդ նույն տատիկի եւ պապիկի թորնիկը գնում է ոչ թե կիսաքանդ դպրոցում, այլ լավ ու նորակառույց դպրոցում։ Այդ երկուսն էլ կենսամակարդակի մասին են խոսում։ Շարունակելով կենսաթոշակների թեման, ընդդիմադիրները, ընդդիմախոսները նաև պնդում են, թե ճակերտավոր իրենք են մեղավոր այս թոշակների բարձրացման համար։ Ինչպես կմեկնաբանեք, մասնավորապես Նարեկ Կարապետյանն առավոտյան գրառում կատարել, թե Սամվել Կարապետյանի այսպես քաղաքական ահիծ ելնելով իշխանությունը նման քայլերի։ Ճիշտ ասած, մենակ իրենք չէ, ես առավոտյան տեսա նվազագույնը 6-7 հոգի
ինքնահայտարարագրվել էր, թե իրենք են մեղավոր, մի հատ թող որոշեն, թե իրենցից որ մեկն է ամենամեղավորը, որ կենսաթոշակները ավելացել է, հետո կպատասխանեն։ Պարոն Պապյան, ինչով է այդ նույն հարցադրություն, որ ասում եք 430 է, հա, ադրբեջանական բենզինը, հիմա տատանում կա, բարձրացում կա, ինչով պայմանավորված։ Շատ պարզ, ադրբեջանական բենզինը հենց գալիս է 430-ով, շատ արագ սպառվում է։ Ինչքան շատ ենք բերում, այնքան արագ է սպառվում։ Սա ժողովուրդը, մեր ժողովուրդը արագ գնում է, առնում է։ Հենց ադրբեջանական բենզինը վերջանում է, բնականաբար այն մյուս բենզինը նորից թանկանում է։ Դա հետևությունը որն է, որ պետք է ադրբեջանական բենզին շատ բերենք, որ միշտ շատ լինի էժան գնով բենզին մեր ժողովրդի համար։ Նկատում եմ հիմա 445 է, 430 չէ։ Շատ լավ, դե նորից եմ ասում, պետք է շատ լինի, որովհետև չկա քանակը։ Հա, այսինքն ինչքան շատ բերեն, այնքան գները կիջնի ներքև։ Դրա համար, որովհետև մեր ժողովրդի մոտ դե դա շատ տրամաբանական է, մարդիկ ինչի պետք է օրինակ 500 կամ 500, մինչև այդ ապրանքի մուտքը Հայաստան, ես ռեգուլյար բենզին տեսել եմ 500-520 դրամով։ Հիմա եթե անգամ դեր ասած գինը, դրանք օրինակ 440 կներեք, հա, հիմա տարբերությունը, եթե 445-ը եւ եղել է օրինակ 500 դրամ, տարբերությունը եղավ 55 դրամ, 520 էլ է եղել, եղավ 75 դրամ։ Կներեք, ամեն միլիտրը 75 դրամ, 10 լիտրը եղավ 750 դրամ, ամեն 10 լիտրի մեջ 750 դրամ, եթե մարդը խնայում է։ Կամ ավելի շատ, որովհետև շատ երբ որ մեծ քանակով է գալիս, այդ օրերին էլ ավելի է էժանում։ Այդ մարդու գրպանը այդ փողը կծակի, այդ փողը ընդհակառակը այն ժամանակ մեր երկրից դուրս էր գնում։ Հիմա մնում է մեր երկրի ներսում, որովհետև մեր քաղաքացին, որ գնում է, ասում է, ինձ 10 լիտր բենզին լցրեք։ Եվ օրինակ 800 դրամ խնայում է, դա նշանակում է 800 դրամ գումար, քիչ է իր գրպանից գնում եւ իհարկե հարկերը բանը որ հանենք, կարող է պարզվի, ասենք մի քանի 100 դրամ էլ քիչ փող մեր երկրից դուրս է գալիս։ Իսկ մենք ինչ ենք տանելու Ադրբեջանը, ասում եք այդպիսի քննարկումներ կան, չէ՞։ Քննարկումներ կան։ Հիմա տեսեք, Ադրբեջանը բազմաթիվ ապրանքների ցանկ մեզատվել, որ ինքը կարող է Հայաստան արտահանի, մենք էլ իրենց։ Բայց դեռևս, այսպես ասած, չկան այնպիսի մրցակցային լրջագույն առավելություններ, իհարկե նաև հասկանալի է տարբեր տեսակի մշակույթ, հոգեբանական եւ այլն, process-ը, որը լինելու է, առևտուր լինելու է, ես ուղղակի վստահ եմ, որ $100 միլիոն դոլարների այնտեղ պոտենցիալ կա երկկողմ առևտրի, բայց դա ժամանակ է պահանջում, այսինքն միջոցները տարածել են, որ նոր խմբականակ է գալիս։ Դուք ինչ գիտեք այդ մասին։ Այդ գործը, գիտեք, այսպես ասեմ, ինքը արդեն թողել ենք բիզնեսին։ Ինքը ընկած է ռելսերի վրա։ Իրենք փողը փոխանցելու են, մենք բենզինը ստանանք, այստեղ մաչելի գնով վաճառելու են։ Ինձ թվում է դա մի process է, որտեղ էլ մենք չենք միջամտում, որ անկեղծ ասեմ, ես չգիտեմ, որտեղ եթե առաջին անգամ գիտեինք, որովհետև երևի ավելի շատ էինք ներգրաված գործընթացում, քան այդ ընկերության մենեջերներն ու տնօրենները, հա, հիմա արդեն իրենցն է իրենք թող իրենց գործը կազմակերպեն։ Որ ապրիլի 1-ը այսպես սովորաբար մեր ժողովրդի մեջ խաբելու օրն է, իսկապես թոշակները բարձրանալու են, թե ամեն դեպքում կարող է մեր սիրելի տատիկ պապիկները կտեսնեն, որ այդ օրը 10,000 դրամ ավել թոշակ ստացան, քան սովորաբար են ստանում եւ այդ օրը խաբելու օրը չի, այդ օրը հումորի, ժպտալու, ծիծաղի օրն է եւ մեր տատիկ պապիկները կունենան եւս մեկ առիթ ժպտալու, ծիծաղելու եւ իրենց ծերությունը ավելի բարեկեցիկ վայելելու, քան մինչ այս է եղել։ Իսկ նախագիծը երբ որտեղ դեռ նախագիծ չկա, չէ՞, դա ինչ պետք է լինի, բյուջեին փոփոխություն պիտի լինի, ինչ պետք է լինի, ինչ։ Մենք դա արագ կազմակերպենք դա։ Առաջիկա նիստերում դա արագ ներքին վերաբաշխումներով էլ այդպիսի հարցերը կարող են լուծել։ Նախագծին բյուջեի փոփոխություն օրենք խորհրդարանով պետք չէ։ Կարող է եւ կարիք լինի, որովհետեւ այնտեղ բյուջեի մասին օրենքում կա սահմանաչափ։ Այսինքն կա սահմանաչափ, որի շրջանակում կառավարությունը իրավունք ունի ցանկացած փոփոխություններ անել։ Կա մի սահման, որից դուրս իրավունք չունի։ Ես դա ֆինանսների նախարարության տիրույթում է, եթե այդ սահմանը հաղթահարենք, բնականաբար պետք է գանք եւ դիմենք ազգային ժողովին, խնդրենք թույլտվություն տալ փոփոխություն անել։ Եթե ոչ, բնականաբար դա կառավարությունը կարողանա անել, բայց ամեն դեպքում ես չեմ կարծում, որ կառավարությունում կամ ազգային ժողովում մենք այդ մասով խնդիր կունենանք, որովհետև քաղաքական մեծամասնությունը ակնհայտորեն նույնպես աջակցում է, որպեսզի 600,000 եւ ավել կենսաթոշակառուների կենսաթոշակը ավելանա։ Դամբրես ամսական որքան գումար
ճանապարհի մասին խոսքը։ Դե ես ասացի, որ միլիոն դոլարի կարգի կլինի 75 միլիարդ լրացուցիչ իմ հաշվարկներով մոտավորապես այդքան լրացուցիչ գումար է պետք լինելու։ Դրա մի մասը արդեն իսկ կա, որովհետև մենք ունենք ռեզերվներ, մի մասը արդեն իսկ կա, որովհետև տնտեսական աճի պոտենցիալը տեմպերը մենք տեսնում ենք, լրացուցիչ նաև եթե կարիք առաջանա, արդեն կտեսնենք, մենք որոշակի ծրագրերում կանենք նաև մենք անընդհատ մեր ծրագրերի մեջ օպտիմիզացիա ենք անում եւ մաքսիմալ արդյունավետ ծրագրերն ենք միայն թողում, որ մնա։ Երեք Նարեկ Կարապետյանը ասում էր, որ Սամվել Կարապետյանը մինչև վերջ իր դեմքով գնալու է եւ իշխանությունն այսպես ասած վախենում է հաղթանակից, դրա համար Սամվել Կարապետյանին կալանքի տակ է պահում, այսինքն այս գործընթացները սկսեցին, ինչպես կմեկնաբանեք։ Արգելի գործընկերներ, ժողովուրդը ես վստահաբար ձեզ ասում եմ, որ ժողովուրդը իր իշխանությունը պահելու է, ժողովուրդը չի տալու այդ իշխանությունը քրեա օլիգարխիային, չի տալու ռուսաստանցի օլիգարխին, չի տալու հայաստանցի այն մյուս օլիգարխին, չի տալու Քոչարյան Ռոբերտին, իսկ ձեր ասած մարդը տեսեք, ժողովուրդ տեսեք, ինչ պիտի անեք, որ ժողովուրդը դուք կտեսնեք, թե հունիսի 7-ին մեր բոլորս կտեսնենք, որ թե մեր ժողովուրդը իր խոսքը ինչպես է ասում, հիմա ձեր նշած անձի մասով չեմ մեկնաբանի, որովհետև այդ մարդը ուղղակի չի կարող լինել ազգային ժողովի պատգամավորի թեկնածու, հետևաբար չի կարող լինել նաև վարչապետ, այդ մարդու շահերի կենտրոնը նվազագույնը 1/3-ով է Հայաստանում, որովհետև 2/3-ով Ռուսաստանում եւ Կիպրոսում է, եւ մի մարդ, որ օրվա 2/3-ը շատ նորմալ է, որ պետք է մտածի այլ պետության մասին, որովհետև այլ պետությունների քաղաքացի է, հենց այդպես է մեր օրենսդրությունը, մեր սահմանադրությունը, մեր օրենքները, ընդհանրապես աշխարհի օրենքների, ուրեմն դա այդ կոնտեքստում չի ասվել, դա ասվել է այն կոնտեքստում, որ որոշ նախարարներ կարող են օրինակ քննարկվել, բայց միջազգային ասեմ, որ դա քննարկվել է եւ որոշվել է, որ դա ոչ նպատակահարմար չի, շատ վաղուց, տարիներ առաջ։ Սա մեկ, այսինքն ինքը կառավարության որոշ անդամների մասին է, դա երբեք ազգային ժողովի падգամավորների կամ առավել եւս երկրի նախագահի կամ վարչապետի մասին այդպիսի բան չի եղել, էլի նորից կտրած է հատվածը։ Գիտեք, խոսքը ցանկացած խոսք հիմա նույնիսկ իմ մեր հարցազրույցից կարելի է կտրել մի ուրիշ կերպներ եւ մեկնաբանություն հետը տալ, ստացվի որ ես լրիվ ուրիշ բան ասի, դա պետք է ամբողջական լինի։ Այս կոնտեքստում ես նորից եմ կրկնում, այդ մարդուն չենք անդրադառնում շատ པարզ պատճառով, որովհետեւ այդ մարդը չի կարող լինել վարչապետ, չի կարող լինել ազգային ժողովի падգամավոր, որովհետեւ այդ մարդու շահերի կենտրոնը շատ փոքր մասամբ է Հայաստանում, այսինքն այդ մարդու շահերի հիմնական կենտրոնը Ռուսաստանի Դաշնությունն է, հետո Կիպրոսն է, հետո փոքր չափով Հայաստանը եւ մեր օրենսդրությունը փառք Աստծո այդպիսի իրավիճակների համար շատ վաղուց ունի կարգավորում։ Անհանգստացած չեք, ինչու է ինչպես Նարեկ Կարապետյանը ասում, կալանավորված Սամվել Կարապետյանը մեր ձևով եկեղեցի։ Ներեք, հիմա Հայաստանում կան, ինչքան ես գիտեմ, հազարավոր մարդիկ կալանավորված, դատապարտված եւ այլն, տարբեր հանցագործությունների մեջ մեղադրվող կամ արդեն դատարանում ապացուցված։ Հիմա այդ բոլոր մարդիկ, որ տարբեր պատճառներով կամ կալանավորված են կամ դատապարտված են, իրենցից վախենում եք, օրենք գոյություն ունի։ Այսինքն 2018 թվականին Գագիկ Ծառուկյանը խոշոր սեփականատեր էր, հիմա օլիգարխ։ Տեսեք, երբ որ խոշոր կապիտալ ունեցող մարդը այն կետում, որտեղ որ ցանկանում է ձեռք բերել քաղաքական իշխանություն եւ այդ քաղաքական իշխանությունը ծառայեցնել իր անձնական նպատակների համար, ինքը դառնում է օլիգարխ։ Իսկ մենք մեր պետական համակարգ, կառավարման համակարգը եւ մեր ժողովուրդը իմ կարծիքով չի կարող թույլ տալ որևէ օլիգարխ, լինի դա Կալուգայից եկած, թե Աբովյանից եկած, ինքը հավակնի, տեսեք, ես ասում եմ, ձեր նշած մարդիկ
եթե ուշադրին եք, падգամավոր չեն եւ մյուսի մասին որ խոսիկ չի առաջադրվել, ասում եմ, բաճատ ուսուցիչները մեր ցուցակում չկա հարգելի գործընկերներ։ 26-ին չկա, բայց եղել է, չէ՞, 21-ից։ Ես ասում եմ, մեկ իրավիճակ է, երբ որ որոշ գործարաններ իմ կարծիքով դա նախ ընդհանրապես ես կարծում եմ, որ քաղաքականությունը քաղաքական գործիչներինն է եւ մեկ իրավիճակը երբ որ որևէ մեկ գործառույթությամբ է զբաղվում կարող է լինել որևէ ցուցակում մեկ իրավիճակը երբ որ ինքը մարդը քաղաքական հայտ է ներկայացնում կոնկրետ քաղաքական նպատակադրումներով եւ ոչ եթե կարելի լիներ ձեր նշած անznավորությունը կլիներ մեր ցուցակում չկա Բայց այն ժամանակ անգամ ձեր թիմակից Տիգրան Ավինյանն էր դեմ արտահայտվել, որ բիզնեսն ու քաղաքականությունը Ես ասացի ձեր նշած գործարարը կամ գործարար նախկինում գործարարությամբ զբաղվող մարդ քաղաքացիական պայմանագիր կուսակցության 26 թվականի նախընտրական ցուցակում չի լինի սա բավարար չի ձեզ մեր դիրքորոշումը հստակ ձևակերպելու համար Ինչ թվում է Եթե վստահ որ 50%-ից ավել տոկոսից ավել ձայն եք ստանալու, ինչու եք անհանգստանում, որ կարող է ընդդիմությունը միավորվել, թող միավորվեն, դուք վստահ վստահ Ասում եք թույլ չենք տալու, ամենօրյա լայվեր եք անում։ Դուք որոշեցիք, որ մենք անհանգստանում ենք, մի հատ էլ անհանգստանալու հիման վրա հարցեր Շատ լավ, որ հետևում եք մեզ, շատ ուրախ եմ, շատ հաճելի է։ Ոնց պատասխանեմ մի հարցի, որի պնդումը արդեն սխալ է։ Ասում եք Գյումրի 2 թույլ չենք տալու, ինչպես թույլ չեք տալու։ Մեծամասնություն Ռուբինյանն էր ասում։ Սահմանադրական մեծամասնություն ենք ունենալու։ Եթե ունենալու եք, ինչու եք մտահոգված Գյումրի 2-ով։ Ունեցեք, թող իրենք որպես ընդդիմություն, այսպես հակասում են ձեր հայտարարությունը, սահմանադրական մեծամասնություն եւ Գյումրի 2։ Մեկի լինելը արդեն բացառում է մյուսը։ Պարոն Պապյան, ոստիկանապետերի այս տեղյակ եք Իմ ոլորտը չի տեղյակ չէ։ Այսպես կան քննադատություններ, որ եթե Փաշինյանն օրինակ եկեղեցիներ գնալու այս ամբողջ այս պաշտոնյաներին իր հետ չտանի, ավելի շատ այսպես հանցագործությունների կանխումով զբաղվեն եւ պատճառն այն է, որ կարծես այս վերջին լավ է կելի սպանություններն են պատճառը։ Բանը Չկա այդպիսի բան։ Ձեզ համար բարձ է այդ 3 պաշտոնյաների այսպես աշխատանքից Ինձ համար պարզ չի, որովհետև ես չեմ հետաքրքրվել։ Այսինքն դա ոստիկանապետի տեղակալի պաշտոնից ազատման հարցը, դա մի հարց է, որը ենթադրում է ոստիկանապետ, ներքին գործերի նախարար եւ երկրի վարչապետ միասին որոշում են։ Եթե ազատվել են այդ մարդիկ, ենթադրաբար երկրի բարձրագույն ղեկավարությունը, այս պարագայում վարչապետ, ներքին գործերի նախարար, ոստիկանապետ, ինչ որ բանից դժգոհություն են ունեցել եւ դա նորմալ է։ Ինչու ոչ, որովհետեւ եթե անկեղծ չեմ հետաքրքրվել, բ լիքը գործ ունեմ, ես իմ ոլորտի գործերով եմ զբաղված, իհարկե հասկանալի է, որ նաեւ քաղաքական իշխող կառավարող քաղաքական ուժի վարչության նախագահի տեղակալն եմ, բայց այդ հարցում չեմ հետաքրքրվել, որովհետեւ իմ սպանությունները, որոնք այդքան հաճախ են Եթե մեզ որևէ բան չանհանգստացներ, ենթադրում եմ ձեր ասած փոփոխությունները տեղի չունեն։ Ինչ որ մի բան մեզ անհանգստացրել է, չէ՞ որ կադրային փոփոխություններ եղել, որպեսզի նոր աչքով նայեն, ինչ որ միգուցե ինչ որ բաց կա, այդ բացերը լրանա, այսքանը սիրելի գործընկերներ։ Մի հարց էլ ուղղակի խնդիրը կապված, ասում են, որ այսպես ներկուսակցական խժդուժություններ կան, որ ներսում այսպես լոբինգ է եղել, անգամ այստեղ падգամավորներ ավելի ցածր հորիզոնականներում են հայտնվել եւ այլն, այս 50-ի մեջ չեն եղել։ Այսպիսի խոսակցություններ կան։ Ես այդպիսի խոսակցություններ չեմ լսել, բայց կարող է մի գործընկեր, մեկը կամ մի քանիսը ինչու ոչ, հիմա իր ակնկալածից պակաս ձայն ստանալ եւ հասկանալի պատճառներով կամ ոչ հասկանալի միգուցե որոշակի դժգոհություն լինի կամ մի ընկերել, ասենք, իր ակնկալածից ավել ստանա եւ դրական իմաստով անակնկալի գա։ Ընտրությունը տարածքային կազմակերպություններում դերակատար եք, կապը շատ է, դա աշխատել է ձեր այսպես բարձր քվեարկության վրա։
տեսեք, նորից չեմ ճիշտ չի որպեսզի ես նման բաներ մեկնաբանեմ։ Ես փաստը նա է, որ մենք կանոններ ենք մշակել, քարոզարշավ չենք արել եւ այլն, այսինքն մեր պատվիրակները եկել են ընտրել են։ Ես դա ճիշտ չի, ես մեկնաբանեմ, թե ինչի են իմ ձայները ավել կամ պակաս եղել, դա ԿՊ կուսակցության անց Փաշինյանին չի ընտրել, դա Վավեր քվեաթերթիկներով Եվ ինչ, եւ ինչ, մասին է խոսում, որ եւ ինչ, սա նրա մասին է խոսում, որ հարգելի գործընկերներ, դա նրա մասին է, որ Հայաստանում կառավարող քաղաքական ուժում բացարձակ ժողովրդավարություն է, բացարձակ ժողովրդավարություն։ Երբ որ դուք հունիսի 7-ին ձեր համար մի մասը կարող է ցանկալի, մի մասը ոչ ցանկալի արդյունքների տեսնեք, մի զարմացեք, որովհետև քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում երևույթներ են տեղի ունենում, որոնք որ Հայաստանում չեն եղել։ Դուք օրինակ, դուք հիմա զարմանում եք նման բաներից, բայց պետք չի զարմանալ, որովհետև հենց քաղաքացիական պայմանագրի կենսունակությունը հենց դրա մեջ է, որ մեր կուսակցականը կարա չհամաձայնվի նիստի ընթացքում երկրի ղեկավարի հետ ինչ-որ հարցում։ Եվ դա լսում ենք, չէ, քննարկում ունենանք, վարչապետը իր մոտեցումը կարող է նաև քննարկման արդյունքում փոխել, հենց դա է ժողովրդավարություն։ Դուք հիմա զարմանում եք այդպես նման բանից, բայց այդպես ու դա հենց մեր ուժեղ կողմերից մեկն է եւ մենք հաստատ դրանից չենք պատրաստվում հրաժարվել։ ԿՊ հիմնադիր է, ասում եմ, այդպես էլ չհասկացա, թե ինչու ինձ, այսպես ասած, ցուցակ չմցրեցին։ Սա ժողովրդավարության փայլուն է, որի կուսակցության, եթե դուք ՀՀԿ-ական եք եղել նախին, ինքը Նիկոլ Փաշինյանի հետ, այսպես ասած, հիմնադիր անդամ է ԿՊ-ի եւ շատ վիրավորված կարծեմ իր խոսքերից դա է երևում։ Ինչու սա էլ է ժողովրդավարություն, ասում եմ, ամեն ինչն է ժողովրդավարական։ Ամեն ինչ դուք նույնիսկ այդ դա չեք ըմբռնել, որ մեր կուսակցությունը ինչքան հենց այդպիսին է մտքով ազատ, բաց, փոփոխության ենթարկվող, որովհետև այս վերջերս բաներ կա, չէ, ասենք եկել վարչապետի մի հայտարարություն 2014 թվականի վերցնում են ու եկել 26 թվականի իրար կողք են դնում, տեսնում ես մոտեցումը մի փոքր փոխվել է։ Իրականում ողբերգություն կլիներ մեր պետության համար եւ ցանկացած քաղաքական գործի համար։ Եթե ինքը 12 տարվա ընթացքում մնար նույն կարծիքի, որովհետև 12 տարվա ընթացքում կյանքում ու աշխարհում այնքան բան է փոխվել, որովհետև մարդը մեկ գիրք ավել կարդա, ինքը մի քիչ ուրիշ կերպ է մտածելու, քան մինչև այդ մեկ գիրք կարդալը։ Եվ եթե որևէ մեկը 12 տարի առաջ մտածում է ամեն ինչ այնպես ինչպես հիմա, դա այդքան էլ լավ բան չի խոսում այդ մարդու մասին, որովհետև դա նշանակում է, որ մենք աշխարհի փոփոխություններին չենք ենթարկվում, չենք հարմարվում։ Հարգելի գործընկեր, ես ասում եմ, անգամ մեկ գիրք կարդալուց հետո ես կարող եմ ունենալ ինչ որ հարցի մասին այլ կարծիք, եւ դա նորմալ է։ Հակառակն է ոչ նորմալ։ Պարոն Պապյան, խնդիրը գիտեք, որ ենթադրաբար ինչ որ դժգոհ պաշտոնյաների ազատում են աշխատանքից, տանում այլ պաշտոնների, դրա դժգոհությունը ինչու՞ է արտահայտվում։ Ես չգիտեմ ինչ ենթադրություն բերեցիք, չհասկացա ինչ ասեցիք։ Հիմա երեք ազատված պաշտոնյաները նշանակվել են Արփինե Սարգսյանի նախարարներ եւ օգնական։ Նախարարի խորհրդական ու օգնական նշանակվում են բացարձակապես նախարարի որոշմամբ, հարգելի գործընկերներ։ Ես հիմա նախարարի, ասում եմ, երևույթը այսպեսին ասում եմ, նախարարը ինքն է որոշում բացարձակապես, թե ով պետք է լինի իր օգնականը եւ խորհրդականը, եւ կոռեկտ չի, ես մեկնաբանեմ, կարող եմ ենթադրել, որ իմ գործընկերը համարել է այդ մարդկանց օգնությունը կամ խորհուրդները այս պարագայում իրեն անհրաժեշտ։